Իհեճուկս բոլոր դժվարությունների ու բարդությունների կառավարությունը եւ անձամբ ես չենք շեղվելու խաղաղության օրակարգից։ Վարչապետ Փաշինյանը Ադրբեջանին առաջարկում է ԵՀԿ Մինսկի խմբի լուծարումն ու խաղաղության պայմանագիրը միաժամանակ ստորագրել։ Եվ նույն տեղում, նույն պահին ստորագրել թե առաջինը եւ թե երկրորդը։ Խաղաղության համաձայնագրի տեքստը կողմերը համաձայնեցրել են 1 ամիս առաջ։ Նախքան ստորագրելը Բաքուն պահանջում է լուծարել Ղարաբաղյան հարցի լուծման համար ստեղծված Մինսկի խումբը եւ փոխել Հայաստանի սահմանադրությունը։ Փաշինյանը հայտնել է, որ պատրաստ է Մինսկի խմբի լուծարման գործընթաց սկսել։ Եթե մենք փակում ենք ԼՂ հակամարտության էջը, իսկ մենք դա անում ենք, ինչ իմաստ ունի հակամարտությամբ զբաղվող կառույցի գոյությունը։ Գործընթացը սկսելուց առաջ Փաշինյանն ուզում է համոզվել, արդյոք լայն մանդատ ունեցող Մինսկի խումբը լուծարելու պահանջը հակամարտությունը Հայաստանի ինքնիշխան տարածք տեղափոխելու նպատակով չէ, եւ որպեսզի կողմերի մտահոգությունները փարատվեն, այս հարցերը նույն պահին ու նույն վայրում պետք է լուծվեն։ Սա ընդ որում պաշտոնական առաջարկություն է։ Նիկոլ Փաշինյանի առաջարկին Բաքվից դեռ չեն արձագանքել։ Երկու փաստաթղթերի միաժամանակյա ստորագրությամբ էլ ոչինչ չի փոխվի, մտահոգությունները չեն փարատվի, համոզված է Հայաստան խմբակցության падգամավոր Քրիստինե Վարդանյանը։ Ինչպես կարող են երաշխավորել Ադրբեջանը նոր պահանջներ չներկայացնելու, եթե հիմա արդեն բանակցային սեղանին առկա բոլոր պահանջները վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը։ Ուզում եմ հասկանամ, Մինսկի խումբը մենք հենց այն պահին պիտի լուծարենք, երբ որ Մինսկի խմբի համանախագահ երկրների հարաբերություններում դրական դինամիկա կա եւ իրենք սկսել են խոսել արդեն իրար հետ եւ գուցե այդ ֆորմատը աշխատի։ Ադրբեջանը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Հայաստանի Հանրապետությունից տարածքներ է զավթել եւ ոչ մի մետր չի նահանջել։ Այս պահանջները կատարելուց հետո էլ խաղաղություն չի լինի։ Հայաստանին նոր պահանջներ է պարտադրելու, կարծում է ընդդիմադիր падգամավորը։ Եկեք նայենք բանակցությունների դինամիկան 5 տարիների։ Ադրբեջանի քանի պահանջ է հնարավոր եղել սեղանից դուրս բերել նրա պահանջները կատարելով։ Մինսկի խմբի կարիք հիմա կա ավելի շատ, քան եղել է հակամարտության կարգավորման ամբողջ ընթացքում։ Չգիտի էլ ինչ առաջարկի, որ ձեռք բերի մի թուղթ, որի վրա գրված է խաղաղություն։ Էս է խնդիրը։ Արցախցիներն էլ են դատապարտում Փաշինյանի Մինսկի խումբը լուծարելու պատրաստակամությունը։ Հույս ունեն, որ այս ճանապարհով դեռ հնարավոր է առաջ մղել Արցախ վերադառնալու իրավունքը։ Խիստ դատապարտելի է, որ Արարատ Միրզոյանը կլինի, Նիկոլ Փաշինյանը կլինի, թե պաշտոն զբաղեցնող կոնկրետ անձինք Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության այդ մեխանիզմները վիժեցնում են։ Վարչապետին հարցեր տվեցին միայն իր թիմակիցները։ Բաքվի մյուս պահանջից սահմանադրության փոփոխությունից էլ խոսեց Հայաստանի ղեկավարը։ Բաքվից պահանջում են Հայաստանի մայրօրենքից ջնջվի անկախության հռչակագիրը, որտեղ հիշատակվում է Ղարաբաղի ու Հայաստանի միավորման մասին։ Համարում են, որ սա Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ է։ Հայաստանի սահմանադրությունը մեկնաբանելու իրավասություն ունեցող մարմինը անպեկանելի որոշմամբ սահմանել է, որ Հայաստանի սահմանադրության մեջ Ադրբեջանին կամ որևէ այլ երկրի ուղղված տարածքային պահանջներ չկան։ Խնդրում եմ ոտքի կանգնել։ Սահմանադրական դատարանը 7 ամիս առաջ է որոշել, որևէ երկրի նկատմամբ տարածքային պահանջ չկա երկրի մայրօրենքում։ Եթե իսկապես մտահոգված են եւ սա խաղաղության պայմանագիրը տապալելու պատրվակ չէ, Հայաստանի վարչապետը առաջարկում է խաղաղության համաձայնագիրը ստորագրել, խորհրդարանով վավերացնել ու դարձնել սահմանադրությունից ավելի բարձր ուժ ունեցող փաստաթուղթ։ Եվ խորհրդարանում վավերացնելուց հետո կգործի Հայաստանի սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ կետը, որտեղ ասվում է. Մեջբերում եմ. Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի եւ օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը։ Մեջբերման ավարտ։ Սա նշանակում է, որ խաղաղության համաձայնագիրը Հայաստանում, ինչպես նաեւ Ադրբեջանում վավերացվելուց հետո կստանա բարձրագույն իրավաբանական ուժ եւ հետեւաբար խաղաղության համաձայնագրի հարցում իր ընթացիկ դիրքորոշմամբ Ադրբեջանը խոչընդոտում է իր իսկ կողմից առաջ քաշած խնդիրների հանգուցալուծմանը։ Հայկական կողմի պնդումները, որ Ադրբեջանի նկատմամբ որևէ տարածքային պահանջ չունեն, Արցախի էջն էլ փակված են համարում, չեն փոխել Բաքվի դիրքորոշումը։ 3 օր առաջ Անտալիայում արտգործնախարար Արարատ Միրզոյանի հավաստիացումներն էլ չհամոզեցին ադրբեջանցի գործընկերոջը։ Փաշինյանի կառավարությունը սահմանադրական փոփոխությունների գործընթացը սկսել է։ Նախատեսում են 2027-ին ավարտել։ Չի բացառվում, որ ավելի շուտ էլ հանրաքվե անցկացնեն։ Փաշինյանն արդեն հայտարարել է, իշխող թիմում նման առաջարկներ կան։